Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 20-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք կարևոր իրադարձությունից։ Տեղյակ եք, որ Դոնալդ Տրամպը խոսել էր Վլադիմիր Պուտինի հետ, դրանից հետո նաև հեռախոսազրույցեր ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, եւ այդ հետագա զարգացումները պատկերացնենք, ի վերջո մոտ ենք պատերազմի ավարտին, թե ոչ, նոր աշխարհակարգ շուտ կձևավորվի, թե ոչ։ Եթե պատերազմը շուտ չավարտվի, բնական է նոր աշխարհակարգը հետաձգվում է։ Ինչու՞։ Որովհետև եթե ուժի դիրքից միավորված արևմուտքը հաղթեր ագրեսորին, դրա պարագայում բոլորին ցույց տար, որ որևէ մեկը ուժի դիրքից չի կարող մտնել հարևանի տարածք եւ անպատիժ մնալ, մինչեւ այդ եղել է այդպես շարունակվելու է եւ բազմաթիվ նման օրինակներ եղել են։ Բայց այս պարագայում եթե ասում ենք բերեք աշխարհը ուժերների մեջ բաժանենք, դա լրիվ այլ տեսք կունենա, այն դեպքում, երբ որ դա չի հաջողվելու անել։ Այս է այն անորոշ վիճակը, որը նաև լարվածության մեջապահում ողջ աշխարհը, այնպես չի, որ աշխարհը լարված չի, մենք ենք լարված, էլի, ամբողջ աշխարհն է այդ լարվածության ու անորոշության մեջ։ Հիմա հասկանանք։ Սպիտակ տունը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հետ հեռախոսազրույցում խնդրել է լրացուցիչ պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Բնական է, եթե պատերազմը շարունակվում է, բնական է պետք է ուզի նաև հակաօդային պաշտպանության համակարգեր, որովհետև ինչպես տեսնում եք, ինտենսիվ ձևով շարունակվում է պատերազմը։ Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի, երկու նախագահները ֆանտաստիկ հեռախոսազրույց են ունեցել։ Ճիշտն ասած, մի քիչ լավ չեմ հասկանում։ Դոնալդ Տրամպը ունի սենց գեղեցիկ բառեր օգտագործել, սենց շատ ճոխ ներկայացնել ինչ-որ բաներ, դրականն էլ, բացասականն էլ շատ բևեռացված, բայց մամուլի քարտուղարի պարագայում մի քիչ չեմ կարծում, որ լուրջ է, որ ինքը նման ձևով ներկայացնի։ Հասկանում ենք, լավ, ի վերջո իրան տենց ասել են, ինքը տենց ասում է, բայց միշտ անսովոր է, էլի, ֆանտաստիկ հեռախոսազրույց։ Լևիթը հայտնել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահային ռազմական աջակցության, ներառյալ ջևելինների համար, որը Վաշինգտոնն առաջին անգամ տրամադրել է Թրամփի առաջին վարչակազմի օրոք։ Այնքան է Զելենսկին շնորհակալություն հայտնի գոնե երկու անգամ, որ Տրամպը, ասենք, բավարարված զգա, որ տեսակ իմ օգնությունը շնորհակալ։ Ուրեմն այս ամբողջ ընթացքում այդ ջևելինները, որ տվել է Զելենսկի Ուկրաինան, որտեղ պետք է օգտագործի, Տրամպի պաշտոնավարման ժամանակ պատերազմ չկար։ Որոշակի համագործակցության ընթացքում իհարկե տեխնիկա տրվել է Ուկրաինային այն ժամանակ, բայց ջևելինը համեմատել նրանց հետ ինչ որ Ուկրաինան ստացել է դրանից հետո, ջևելինը ուսին դրած տանկ են խփում 2.5 մաքսիմում 3 կիլոմետր հեռավորությունից։ Դա այն զենքը չի էլի, որի պարագայում կարելի է դա անընդհատ նախագահը հիշեցնի, որ ինքն է դա տվել, այն դեպքում իրանից հետո մենք գիտենք նաև ատակամսների մասին, գիտենք շատ նասամսների մասին եւ շատ համակարգերի մասին, որը որ տեղի ունեցել են։ Լավ, ամեն դեպքում հիմա իսկ ինչ ասել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հետ կայացած բանակցությունները, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը։ Այն ինչ որ Պուտինի հետ խոսել են, Զելենսկին ասել է մենք էլ ենք համաձայն, կարող ենք դադարացնել, եթե դա կօգնի նաեւ խաղաղության ավելի հեշտ ճանապարհ անցնել։ Ես աջակցել եմ այդ քայլին, գրել է Զելենսկին։ Զելենսկին նաև հայտարարել է, որ Կիևը համաձայնել է առանց նախապայմանների կրակի ամբողջական դադարեցման մասին ամերիկյան կողմի առաջարկին։ Այսինքն Ամերիկան ասում էր դժվար բանակցողը Զելենսկին է, Զելենսկին համաձայնությունը տվեց, որից հետո խոսեցին Պուտինի հետ, Պուտինը չհամաձայնվեց։ Հիմա դրանից հետո Զելենսկին նորից է կրկնում, ասում է ես համաձայն եմ ամբողջական դադարեցմանը, դե եկեք դադարեցնենք։ Ակնհայտորեն պարզ է այդ ամեն ինչը, որ չհամաձայնվողը Պուտինն է արդեն։
Մենք կարծում ենք, որ նման քայլերն անհրաժեշտ են, որպեսզի հնարավորություն ստեղծվի հրադադարի ժամանակ համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Իր գրառման մեջ Ուկրաինայի նախագահը 2 անգամ նշել է, որ շնորհակալություն է հայտնել Տրամփին եւ ամերիկացի ժողովրդին Կիևին աջակցելու համար։ Այո, 2 անգամը առնվազն պետք է լինի, որպեսզի իրան բավարարված զգա Դոնալդ Տրամփը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը համատեղ հայտարարություն են տարածել Դոնալդ Տրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի զրույցի վերաբերյալ։ Ըստ հայտարարության առաջնորդները պայմանավորվել են, որ Ուկրաինան եւ ԱՄՆ կշարունակեն աշխատել միասին պատերազմին իսկապես վերջ դնելու համար։ Բացի այդ, Տրամփը մանրամասն տեղեկացրել է Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի եւ քննարկված առանցքային հարցերի հետ կապված։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են էներգետիկ օբյեկտների հարցում զինադադարի մասին։ Տեխնիկական խմբերը մոտ օրերս կհանդիպեն Սաուդյան Արաբիայում քննարկելու հրադադարի ռեժիմը մինչև Սև ծով երկարաձգելու հարցը։ Նրանք համաձայնել են, որ սա կարող է լինել պատերազմի ամբողջական ավարտի եւ անվտանգության ապահովման առաջին քայլը, ասվում է հայտարարությունում։ Տրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էներգետիկայի մատակարարումի եւ ատոմակայանների հարցը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն կարող է մեծ օգնություն ցուցաբերել այս կայանների կառավարման գործում, էլեկտրաէներգիայի եւ կոմունալ ծառայությունների ոլորտում իր փորձով։ Այս կայանների ԱՄՆ-ի սեփականություն դառնալը լավագույն պաշտպանությունը կլինի տվյալ ենթակառուցվածքների վրա եւ աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին, ասում է հայտարարության մեջ։ Այսինքն նաև Դոնալդ Տրամփը ցանկանում է վերահսկողություն հաստատել այդ կայանների վրա, որի պարագայում ասում է, դե եթե ես աշխատացնեմ, Ռուսաստանը չի խփելու։ Սա է անվտանգության երաշխիքը համարում դա, բայց կարևորը, որ ինքը չի ասում, բերեք մենք ձեզ օգնենք, որ ձեր կայաններին չխփեն, ասում է, չէ, մեր վերահսկողության տակ վերցնենք, մենք կերաշխավորենք, որ չեն խփի կայաններին, ուրիշտեղ դե կարող է խփեն, որովհետև անվտանգության երաշխիք դեռ տրված չի։ Զելենսկին նաև շնորհակալություն հայտնել Տրամփին հումանիտար հարցերով զբաղվելու համար, ներառյալ հիմա ուշադրություն ռազմագերիների փոխանակումը։ Ասա է պատերազմի մեջ ամեն օր կրակը, ամեն օր տեսնում եք ավերածություններ, զոհեր, ամեն օր։ Եվ այդ պարագայում Զելենսկին խոսում է նրա մասին, որ օգնի ռազմագերիների հարցում։ Սա ուղղակի նրա համար, որ որոշ մարդիկ, չգիտես ինչի, հավասարության նշան են դնում Նիկոլ Փաշինյանի եւ Զելենսկիի միջեւ, չգիտեմ թե այդ հավասարությունը ինչով են որոշել դնեն, թե նրա համար որ արևմտյան գծում են, թե Փաշինյանը երբ արևմտյան գծում։ Չգիտեմ որն է իրանց պատճառը, որ դա այդպես ասեն, բայց տեսնում եք, որ առաջի իսկ հարցը դեռ բանակ պայմանավորվածություն անգամ դաթարի չկա պատերազմի, ասպա ռազմագերիների փոխանակման հարցում օգնեք առաջի հարցը հետ լուծենք, մեր մարդկանց հետ բերենք։ Զելենսկին նշել է, որ նոր հաջող փոխանակում է տեղի ունեցել եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին ցուցաբերած առաջնորդության համար։ Տրամփը նաև հետաքրքրվել է պատերազմի ժամանակ Ուկրաինայում անհետ կորած երեխաների, այդ թվում առևանգվածների մասին։ Տրամփը խոստացել է սերտորեն աշխատել երկու կողմերի հետ օգնելու ապահովել այս երեխաների վերադարձը տուն։ Մի մոմենտ Տրամփը նույնիսկ ասեց, որ ինքը տեղյակել չէր դրա մասին։ Ինքը զարմացել էր, որ տենց բան գոյություն ունի, հիմքերն էր ուզել, որ հասկանան իսկապես տենց բան կա, որպեսի Պուտինի հետ դա քննարկեր։ Այնպես տեսնում եք, բանակցության ընթացքում դեռ կրակում են, դեռ անվտանգության հարցերը լուծված չի, Զելենսկին հարց է դնում, տվեք մեր երեխաներին, որոնք առևանգել են, տարել են։ Բերեք փոխանակենք ռազմագերիների։ Լուծենք այդ խնդիրը, մեր քաղաքացիների խնդիրը լուծենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը նշել է, որ թեև ԱՄՆ-ի նպատակը կամ դրդապատճառը Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը կամ նրան Չինաստանից մեկուսացնելը չէ, այնուամենայնիվ խաղաղության գործընթացը կարող է լինել այս գործողությունների արդյունքը։ Իհարկե մտքից նորից չի հանել, որ եթե Ռուսաստանի հետ պատերազմը դադարի, սանկցիաները հանեն, Ռուսաստանը երես կթեքի Չինաստանից։ Այդքան միամիտ Ռուսաստան չկա, որ Չինաստանից երես թեքի։ Նա ամբողջությամբ Չինաստանը ընկղմված է Ռուսաստանի տնտեսության մեջ ու ընդհանրապես ամեն տեղ էր իր բնակչության քանակով որ մտել է, այն տարածքները, որտեղ երկարաժամկետ վարձակալությամբ տվել են, այն օբյեկտները, որոնք քաղաքային տնտեսություններ ստեղծող օբյեկտներին, դրանք էլ եթե չեն կարողացել աշխատացնել, տվել են Չինաստանին, իսկ Չինաստանը եկել է եւ իր աշխատողներին
հետը բերել ռուսներին գործից հանելա։ Այդ ամեն ինչի մասին երևի Դոնալդ Տրամպին ոչ մեկը չի ասում։ Իսկ ռուսական ալիքներով տենց բաներ չեն ասվում։ Այդ ամեն ինչը տարբեր աղբյուրներից գալիս է հաստում, որ իմանում ես իրական վիճակը ինչա կատարվում։ Եվ դրա համար նորից մտածում է գոնե եթե խաղաղություն լինի, կկարողանանք Ռուսաստանին պոկենք Չինաստանից։ Դա կարող է հետևանք լինել եւ կարծում եմ դա լավ է, մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ։ Նրանք ունեն ամենամեծ տարածքը, ավելի մեծ, քան Չինաստանը։ Նրանք ունեն 11 ժամային գոտի։ Դուք կարող եք թռչել 11 ժամային գոտիներով մինչև մի ծայրից մյուսը։ Նրանք ունեն շատ արժեքավոր երկիր, ասել է Տրամպը։ ԱՄՆ նախագահը խոսել է նաև Ուկրաինայի հետ հազվագյուտ հողերի գործարքի մասին եւ կրկին մեղադրել Եվրոպական միությանը։ Իհարկե, երբ որ Դոնալդ Տրամպը խոսում է Ռուսաստանի մասին, որ ունեն 11 ժամային գոտի շատ մեծ տարածք, հասկացանք, աշխարհի ամենամեծ տարածքը ունի 17.2 միլիոն քառակուսի կիլոմետր, բայց հասկացանք Չինաստանից էլ մեծ է, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների տարածքը գրեթե հավասար են, շատ չնչին է Միացյալ Նահանգներինը Չինաստանից մեծ, բայց մի խնդիր է առաջանում, այս որ այսպես տարածքը շատ կարևորում է Դոնալդ Տրամպը, չի տեսել, որ Կանադան աշխարհում երկրորդն է, Ամերիկայից էլ մեծ տարածք ունի։ Ինչ է պատահել, որ նա համարում է 51-րդ նահանգ, իստեղ ասում ես, գիտեք, բանա, այսպես մեծ տարածք ունի, էլ ինչ ասեց, արժեքավոր երկիր է, բայց այս ինչ որ դրել են ձեռը, որ օգտակար հանածոներ ունի, այդ որ դրել են ձեռը, որ տարածքը այսքան է, եւ այլ, որ այդքան հիացած է Դոնալդ Տրամպը եւ ցանկանում է այդ արժեքավոր երկրի հետ համագործակցի, որևէ մեկը այլ տեղեկանք ձեռը չի դրել, որ 100 տարվա ընթացքում այս տարածքի վրա, որ հիմա Ռուսաստանը զբաղացնում է, դե ցարական իմպերիան ուղիղ այդքան չէր, որ այդ չափով նայենք, ուղիղ այսքանը, եթե սենց տանեիր դնեիր ցարական Ռուսաստանի կամ խորհրդային միության ժամանակվա ռուսական տարածքի հետ, 100 տարվա մեջ բնակչությունը չի ավելացել։ Մոլորակի բնակչությունը 4.5 անգամ ավելացել է, Հայաստանի բնակչությունը 4.5 անգամ ավելացել է, սա էլ ասում եմ նաև Հայաստանը նրա համար, շատերն ասում են դե Ռուսաստանը պատերազմա տեսել, կարելի է կարծել մենք չենք տեսել, Հայաստանը պատերազմ չի տեսել երկրորդ համաշխարհային Գերմանացին չի մտել Հայաստանի տարած խաղաղ բնակիչ չի զոհվել, բայց այնքան զոհ ենք տվել տոկոսային հարաբերությամբ ավելի շատ քան Ռուսաստանը, որը նաև խաղաղ բնակիչ է զոհվել։ Այդ ոնց եղավ որ 100 տարվա մեջ բնակչությունը չաճեց։ Մի հատ տեղյակ է Դոնալդ Տրամպը թե ինչ է կատարվում։ Առողջական ինչպիսի խնդիրներ ունեն երեխաները, ինչպիսի հիվանդություններ կան, ինչ խնդիրներ ունեն, որ մարդիկ կան, որ բնակչության կեսը գազի խողովակը կողքներով անցնում է, ուրիշին է գնում, իրանք մինչև հիմա փայտ են վառում, քարածուխ են վառում, տեղյակ է ինքը, տեղյակ է այդ սոցիալական վիճակից, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքից, որ այդ երկիրը, որ այդքան գետեր ունի, այդքան ժամային գոտիներ ունի, այդպիսի հնարավորություններ ունի, սևահող, շիկահող, տունդրա, տայգա, այդպիսի հանածոներ, տեղյակ է, որ սովամահ են ելնում անգամ են տարածներում, որտեղ այնքան օգտակար հանածո կա, որով Պուտինը բոլորին թափ է տալի, գիտեք ես ինչ ունեմ, իսկ այնտեղ որտեղ դա հանում են, այդ մարդիկ սովամահ են ելնում, գնացեք մի հատ տեսեք, այդ 11 ժամային գոտին թռնելուց առաջ, բա մեկը չկա մի հատ այդ ժամային գոտիների հերթով գնա ասի ժողովուրդ ջան, բայց 17.2 միլիոն քառակուսի կիլոմետրի վրա, ընդամենը 140 միլիոն մարդ ենեք գրածա թղթի վրա, իրականում այդ թիվը չկա, ագին մարդ էլ դուրս է եկել եւ չեն ուզում դա ֆիքսեն, ու չեն ֆիքսելու որ մարդիկ պատերազմի առիթով էլ թողեցին դուրս եկան։ Բա մի քառակուսի կիլոմետրի վրա 8 մարդ չի ապրում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չի մտածում, ասի Վլադիմիր ջան, այս խե է այսօր ինքու պետությունը։ Ու այնպես չի, որ ասենք հիմա սանկցիաների տակ է, դրա համար է վիճակը տենց վատ։ Բայց սանկցիաներից առաջ ինչ էր եղել։ Ռուսաստանը այն երկիրը չէր, որ մեծ ուտնյակի մեջ էին վերցրել, 7-ին գումարած մեկ էին դարձրել, ասում են դու էլ արդեն քո հետ մեծ ուտնյակ ենք։ Ռուսաստանը այն պետությունը չէր, որ ՆԱՏՕ գումարած Ռուսաստան համաժողովներ էին անցկացնում։ Այն պետությունը չէր, որ Ռուսաստանն ասել էր արտաքին քաղաքական առաջնահերթությունը մեր Եվրամիությունն է, երկրորդը Ամերիկան նոր ԱՊՀ-ն։
Մենք այդ ուղղությամբ ենք պատկերացնում մեր ապագա, մեր արտաքին քաղաքական գերակայությունը։ Բայց ամեն ինչի մասին Դոնալդ Տրամպին մեկը չկա, որ տանի դնի սեղանին ասի, Ռուսաստանը երբ որ գովերքում ես, գոնե այդ Ռուսաստանը մենք լավ գիտենք։ Մենք այդ պետության մեջ ապրել ենք, մեր կյանքի մի բավական մեծ ժամկետ է։ Լավ գիտենք ներսում ինչա կատարվում։ Այսինքն հիմա ում ես դու բացատրում Ռուսաստանը ինչ պետություն է։ Որ ցուցանիշով ես բացատրում, մնացած վիճակը տեսել ես։ Հիմա մենք Ուկրաինայի հետ հազվագյուտ հողերի շուրջ գործարք ենք կնքում, այնպես որ գոնե կարող ենք ասել, որ վերադարձրել ենք մեր գումարը եւ կարող ենք ինչ-որ բան անել։ Բայդենը փող է բաժանում, կարծես թմրամոլ լիներ փողեր բաժանը։ Չնայած նա իրականում թմրամոլ է։ Մենք ունենք 350 միլիարդ դոլար, իսկ Եվրոպան 100 միլիարդ դոլար, եւ այդ 100-ը վարկ է։ Ես դա էլ բացահայտեցի, եվրոպական երկրների կողմից ներդրված գումարները վարկ են։ Նրանք Ուկրաինա վերադարձնում են դրան, մենք պարզապես դրանց տվել ենք 350 միլիարդ դոլար, այնպես որ հիմա մենք պետք է այդ գումարը հետ ենք ստանում։ Այսինքն խնդիրը որն է։ Եթե խոսքը վերաբերվում է նրան, որ պարզել է, որ Եվրոպան վարկ է տվել, բայց չի պարզել, որ 350 միլիարդ չի տվել Ամերիկան։ Այս սկզբանը կանգնեցին ասին, որ Ամերիկան ինչքան փող է տվել, Զելենսկին ասում է մենք այդքան փող չենք ստացել, ասում է ուրեմն կեսը կերել են։ Միանգամից հայտարարեցին, որ կեսը կերել են։ Բայց ինչի չբացահայտեցի կովա կերել, ասիկ դեմոկրատներն են կերել, մարդիկ ասին դատական գործ սկսեք, բացահայտեք։ Այսինքն դուք մի հատ թիվ եք կրակում 350 միլիարդ, մարդիկ ասում են 100 քանի միլիարդ ենք ստացել, ասում են դե ուրեմն մնացածը կերել են։ Հիմա ամբողջ երկիրն ապացուցում է, որ 350 միլիարդ չեք տվել, մարդը շարունակում ասում է ես ուսումնասիրել եմ ուրիշը ինչքան է տվել, բայց հետ չեք ուսումնասիրել, դուք ինչ եք տվել։ Ինչի՞ է սա շատ կարևոր։ Եթե այս գծով համառորեն ինքը տանում է այդ ամեն ինչը առաջ, մենք անհանգիստ ենք, որտեղ Եվրոպայի հետ էլ ինքը իր հարաբերությունները չի ցանկանում կարգավորել։ Ինչպես տեսակ, խոսեցինք նույնիսկ քննադատում է Եվրոպային, մեղադրում է Եվրոպային, Կանադայի մասին շատ վիրավորական հայտարարություններ անում, Կանադային շատ վիրավորական, բա չի ցանկանում 51-րդ նահանգ դառնա, դրա համար ես նրանց վիրավորում եմ դրա համար եւ այլ եւ այլ։ Սա ինչի մասին է խոսում, ժողովուրդ ջան։ Եվ մեկ էլ ուղղակի հասկանանք, որ որն է հարցերը, մարդիկ ամենաշատ խնդրեմը որն է, թե Եվրոպայում, թե Հայաստանում, թե Ամերիկայում, մարդիկ ասում են լավ, ապագան հասկանանք, ապագան ում հետ ենք առաջ գնում, որ հասկանանք լավ, այսօր ինքն է, վաղը ինքը չի, ինչ ենք անելու, եթե իրավիճակ փոխվի, հարմարվենք այս ռեժիմին, թե անգամ ինքը կարող է այս ռեժիմը չկարողանա կյանքի կոչել, որտեղ բազմաթիվ խոստումներ տվել է եւ կյանքի չի կոչվել։ Բայց հիմա երբ որ հասկանում են, որ ժամանակը առաջ է գնում, խնդրեմը առաջանում, հիմա արդեն նոր թեզեն նորից առաջ գցում։ Մեկ դա սկզբից էին գցել, երբ որ դեռ նոր պաշտոնը ստանձնել էր։ Տեսան, որ որևէ ռեակցիա արդյունք չստացավ։ Հիմա նորից են այդ թեման գցել։ Ինչն է պատճառը, որ նորից են գցում, որտեղ հանկարծ մտածում են մարդիկ ասում են լավ, դե այսօր եկուց գնացողա, ինչ ենք տրամադրվում այս ռեժիմով աշխատենք։ Հիմա ինչա գրած, ես խորապես հավատում եմ, որ Տրամպը կրկին կառաջադրվի 2028 թվականին։ Մենք աշխատում ենք դրա վրա։ Սթիվ Բենոն։ Սթիվ Բենոնը Սպիտակ տան գլխավոր ստրատեգներ Դոնալդ Տրամպի առաջի պաշտոնավարման ժամանակ ի պաշտոն է ավագ խորհրդական։ Այն որ իրան ասում էին տրամպիզմի գաղափարական ճարտարապետ։ Իհարկե վերենք քրեական գործեր են հարուցվել, հազար ու մի խնդիրներ, կոնգրեսեն հրավիրել, ինքը չէր գնացել, անհարգալից վերաբերմունքի համար էին դատի տվել, ուզում էին Իրանից իմանան Տրամպի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները, որը նա չէր ցանկանում ջրի երեսանի, մի խոսքով շատ սկանդալային կերպար եւ շատ ճոռոմ անուններով ստրատեգ, բան, ճարտարապետ, գաղափարական տրամպիզմի եւ այլ եւ այլ, բայց խնդիրը ուրիշ է։ Այսինքն սա ինչի համար է ասվում։ Ոնց է երրորդ ժամկետ առաջադրվելու Տրամպը, այն էլ մենք աշխատում ենք դրա վրա, որ երրորդ ժամկետ առաջադրվի, բա Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը 22-րդ ուղումը, որ կատարվել է, որով արգելվել է 2 ժամկետից ավել առաջադրվել, անգամ չես կարող 2 ժամկետ, անընդմեջի նման չի, ոնց որ ուրիշ սահմանադրությունները մեր, նաև մեր կիսանախագահականի ժամանակ, այլ առհասարակ 2 ժամկետից ավել չի կարող առաջադրվել որևէ մեկը, բա ոնց եք դա անելու։ Անգամ 22-րդ ուղումը, որ կատարվել է,
47 թվականին նախաձեռնվել է, 51 թվականին նոր վավերացվել է։ Էն էլ դա չի գործել, գործող նախագահի վրա չի տարածվել։ Այսինքն եթե նույնիսկ տեխնիկապես համարենք, որ հնարավոր է սահմանադրության մեջ փոփոխություն անել 3-րդ ժամկետ նախատեսել կամ 4-րդ ժամկետ նախատեսել, դա չի տարածվի Դոնալդ Տրամփի վրա։ Ինչի համար է սա ասվում։ Իսկ այնքան բարդ ընթացակարգ է, որ դա կարողանալ անցկացնել, նահանգների քվեարկությունից սկսած մինչև երբ որ ասեցի, որ 4 տարի է տևել մինչև դա եղել է։ Այն դեպքում, երբ որ սահմանադրությունը ի սկզբանե այդ սահմանափակումը չի եղել, սահմանափակումը մտել է այն ժամանակ, երբ որ արդեն Ռուզվելտի ժամանակ այդ որոշումը կայացվեց, երբ որ ինքը պատերազմական իրավիճակ էր 4 անգամ ընտրվեց, հետո նույնիսկ այդ լեգենդար մարդու պարագայը մասին լավ օրինակի վրա անգամ վատ նախադեպ կարող է լինել։ Հետագայում մեկ ուրիշը ցանկանա նույնպես առաջադրվի, ասի երկրի վիճակը վատ է, եւ սահմանադրությունը փոխեցին։ Եթե անգամ եղել է երկու դեպք, որ փորձել են այդ ավանդույթից դուրս գան, որի հիմքը դրել էր հենց առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որ ինքը հենց երկրորդ ժամկետի ավարտից մի տարի առաջ նամակով դիմեց ու ասեց վերջ, կարևորը պետության շահերն է, ոչ թե անձնական ամբիցիան, ընդհանրապես մոռացեք դրա մասին։ Ամեն տարի իր նամակը կարդում են, որ տեսեք, այս են մեզ պատգամել մեր հիմնադիր հայրերը։ Դրանից հետո եթե երկու հատ փորձ է արվել, որ հնարավոր է 3-րդ ժամկետ առաջադրվել, երկուսն էլ իհարկե ձախողվել են, բայց դրանք եղել են, երբ որ սահմանադրությունը չէր արգելում, ընդհանրապես ավանդույթի ուժով չէին առաջադրվում։ Արգելելուց հետո որևէ մեկի մտքով չի անցել, որտեղ եթե խոսքը հիմա գնում է 2028-ին առաջադրվելու մասին, միայն հնարավոր է, եթե իշխանությունը զավթես, միայն հնարավոր է, եթե հռչակես թագավոր, ոնց որ մարդը ի սկզբանե ասել էր, ես թագավոր եմ, վերջ։ Ես ինչ եմ ասում, իմաստը որն է, որ այսպիսի խնդիրների առաջ են կանգնացնում, մարդկանց հույսով անում, որ մեկը ինքն է ալնելու, չշտապեք վերադիրքավորվել, որ կարող է ինքը չլինի։ Սա ժողովրդին հերթական խաբելու քաղաքականությունն է, այսինքն ասեցին կես կանենք, չի ստացվում, վարկաբեկեցինք նախկիներին, վարկանիշը ջնջեցինք, զորացրեցինք, բայց արդյունքում այն ինչ որ խոստացանք չեն կարող անենք։ Հա, հանկարծ չմտածեք մեր վրա այս թռնելու, որովհետև կարող է ինքը մի ժամկետ էլ ընտրվի։ Կարծում եմ, եթե այս մարդն է իրանց ստրատեգը, շատ զարմանում եմ, էլի դրա համար երևի կրթության դեպարտամենտը, որ հիմա լուծարում է Դոնալդ Տրամփը, երևի ճիշտ է անում։ Եթե բարձր պաշտոնյաների անգրագիտության մակարդակը նայես, այդ կրթության դեպարտամենտին պիտի դատի տային, ոչ թե մենակ լուծարել, եթե մակարդակը սա է։ Էս էլ իրան ստրատեգն է, ժողովուրդ ջան, սովորական մարդ չի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը ցույց է տվել, ինչ կպատահի, եթե սեղմի սպիտակ տան աշխատասենյակի գրասեղանին գտնվող կարմիր կոճակը։ Բոլորը կարծում են, որ դա միջուկային հարվածի համար է։ Շատերն ասում են, որ եթե ես սեղմեմ այն, աշխարհի վերջը կլինի, բայց այն դիետիկ կոկա-կոլա պատվիրելու համար է, ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Տրամփը այս կոճակն օգտագործում էր դեռ նախագահության առաջին ժամկետի ընթացքում, սակայն Ջո Բայդենն իշխանության գալուց հետո հեռացրել էր կոճակը աշխատասենյակից։ Տրամփի վերընտրվելուց հետո վերադարձրել է կոկա-կոլայի պատվիրելու համար կարմիր կոճակը։ Ժորժ ջան, դուք պատկերացնում եք այս աշխարհի վիճակը, այս մարդկանց ցավ ու դարդը, սրա վարդագույն կոճակը, էլի, չասեմ կոնկրետ ինչ նկատի ունեմ, ինչ կարմիր կոճակ, այն գեր, ինչ կոկա-կոլա։ Հասկացանք, ասենք, դիետիկ տեսլաները ավտոշուկայեր բացեց սպիտակ տանը, հասկացանք, որ վաճառ էր։ Հիմա էլ կոկա-կոլայի գովազդա գնում։ Կոկա-կոլան էլ պետք է վաճառվի, որ տեսեք այս կոճակով կոկա-կոլա են բերում, են էլ դիետիկ, ժողովուրդ ջան, որ նախագահն է անգամ խմում։ Չեմ հասկանում, այսինքն միջուկային կոճակ սեղմելու ընդունված արտահայտություն կա, չէ, միջուկային ճամպրուկ արտահայտությունը, որ միջուկային ճամպրուկն են, անգամ եթե նախագահի առողջական խնդիր է ունենում, ինքը իշխանությունը հանձնում է, այդ ճամպրուկն էլ հետն է հանձնում։ Եվ այդ ճամպրուկը կոճակ չի, որտեղ որևէ մեկը կոճակով ոչինչ չի կատարվի աշխարհի հետ։ Համապատասխան կոդ պետք է հավաքես, ճշտումներ պետք է կատարեն, իսկապես դա դու ես, ինչ ես ուզում, ինչ ես անում, որոշակի ինստանցիաներով անցնում է, որ նոր այդ որոշումը կայացվի։ Ինչի կարելի է կարծել, տենց աշխարհը վերացնել է մի հատ կոճակ սեղմելով,
ում ասենց պրիմիտիվ ձևով ներկայացնում Ամերիկայի հասարակությանը, աշխարհի հասարակությանը չեմ կարող հասկանամ ժողովուրդ ջան, եթե դուք հասկանաք, ասեք ես էլ հասկանամ, էլի ես չեմ պատկերացնում, ախր չէ որ մեզ սպասելիքը Ամերիկայից է, ժողովուրդ ջան, եթե մենք Ամերիկայից սպասելիք չունենք, կասկի թափ շադրություն էլ չդարձնեինք, բայց ինչպես տեսնում եք, իրանք շարունակում են ակտիվ ձևով աշխարհակարգի հետ կապված քայլերն անել, այ հութիներին էս ասենք, Սիրիայում էս անենք, մյուսը են անենք, Իրանի հետ են անենք, այսինքն նենց չի որ մի կողմ ենք հաշվել, Ուկրաինայի հետ էս ձևով վարվենք, դե բնական է մենք էլ հարցնենք, իսկ Հայաստանը այդ ցուցակի մեջ կա, թե չկա, եթե չկա էլ դա վատ է, որովհետև եթե չկա, բա մենք իմանանք, բայց լկտիությունները, որ կատարվում է մեր հակառակորդներն անում են, ո՞նց ենք դեմը առնելու, իսկ եթե կա, ինչ կա, մեր կողմից է, մեր հակառակորդի կողմից է, իսկ հիմա նայենք ինչա կատարվում, Ռուսաստանից ինչեր են հնչում, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Կիևը դժվարություններ ունի խաղաղության շուրջ պայմանավորվածությունների համար։ Տեսա նախկին պաշտպանության նախարարն ցախողելուց հետո որ հանեցին, բայց նա անեց կոռուպցիոն գործընկեր էր Պուտինի հետ, նա չէր կարող առանց գործ մնալ։ Ինչ դժվարություններ ունի Ուկրաինան։ Ուկրաինայի հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է։ Նրանց սահմանադրությունն արգելում է տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ որևէ բանակցություն։ Լրագրողների հետ զրույցում ասել է Շոյգուն։ Նկատի ունենալով, որ Ուկրաինայի որոշ մարզեր Ռուսաստանը ներառել է իր կազմում։ Հիմա տեսեք հարցը որն է։ Զելենսկին ասել է ոչ մի բանակցություն լինել չի կարող, եթե խոսքը վերաբերվի, որ մենք ճանաչելու ենք ուկրաինական տարածքները ռուսական, չի լինելու նման բանակցություն։ Դա մեզ համար կարմիր գիծ է։ Հիմա սա ուզում է Շոյգուն ցույց տա, որ դուք պետք է խաղաղության պայմանագիր կնքելու ժամանակ դուք պետք է համաձայնվեք, որ այդ տարածքները այլևս ձերը չի, բայց քանի որ դուք չեք կարող համաձայնվել տարածքը ձերը չի, որտեղ սահմանադրությունը թույլ չի տալիս նման բանակցություն վարել, նշանակում է խաղաղության գնալ չենք կարող։ Ռուսաստանը չի ուզում հրաժարվի այն տարածքներից, որը վերցրել է, Ուկրաինան չի կարող տալ այդ տարածքները, որը Ռուսաստանը վերցրել է։ Այսինքն սա հիմա սահմանադրական արգելքը բերում է նրա համար, որ բացատրի ինչու պետք է պատերազմը շարունակվի։ Բա ինչ էիք բանակցում, ասում էիք ժամ առաջ, օր առաջ դադարեցնենք։ Այս սահմանադրության փոխելու պահանջն էլ դե մեզ հայտնի է, էլի ամեն ինչը։ Այդ ամեն ինչը մեր գլխին եկած է, չէ՞, ոնց որ բանակցության մասին խոսում է Ադրբեջանը, հետո ասում է սահմանադրությունը միջով չփոխեք, խաղաղության չենք գնալու։ Այս նույն բանը հիմա Շոյգուն է ասում, էլի։ Մի մոմենտ Փաշինյանի կողմի ասածները Ամերիկայից ենք լսում, փաշինյանական մտքեր, հիմա ոնց որ տեսնում ենք Ադրբեջանի մտքերն Ռուսաստանից ենք լսում։ Ինչպես տեսնում եք, մարդիկ հստակ ասում են, այո, եկեք բանակցենք պատերազմը դադարեցնենք, բայց գրավածը պետք է պահենք մեզ։ Գրավածը որպեսի պահենք, Ուկրաինան պետք է համաձայնվի, Ուկրաինան չի կարող համաձայնվի, որտեղ սահմանադրությունը չի բանա փոխած չի։ Բա ինչ եք, բա ոնց եք խաղաղության գնալու, Տրամպին էլ ասում եք, հա հարց չկա, համաձայնենք խաղաղության։ Այսինքն դա անհնարին է, չէ, խնդիրը լուծում չունի։ Բա մեզ վերաբերվող մասը քանի կար Ռուսաստանից ասում են Եվրամիություն, ԵԱՏՄ հնարավոր չի, դրանք երկու տարբեր մաքսային միություններ են, եթե դուք ուզենաք այդ ուղղությամբ գնաք, պետք է դեղից դուրս գաք, բայց այսքան առևտուր ունեք Ռուսաստանի հետ, այսքան ԵԱՏՄ-ի հետ գները կտանգանան եւ այլ եւ այլ։ Այդ ամեն ինչը ասեցին, բայց մտածեցին, որ վաղը մյուս օրը ուժ է հավաքում Եվրամիությունը եւ կարող է Եվրամիությունը կարողանա Հայաստանին ինչ որ ձևով տարբերակներ, ռեժիմներ մտածի, որի պարագայում եթե Հայաստանը քայլ անի, մանավանդ Ամերիկայից հեռանալու պարագայում Եվրոպան ընդլայնվելու եւ հզորանալու առաքելություն ու խնդիրներ ունի, կարող է այդ դեպքում Հայաստանի համար բարենպաստ լինի պայմանավորվածությունը։ Արդեն մի կողմ դրեցին ԵԱՏՄ-ի օգուտները, որտեղ հասկացան, ստեղ օգուտը կարող է կոմպենսացնել։ Արդեն հիմա գնաց ուղղակի առարկայական սպառնալիք Շոյգուի բերանով արդեն տնտեսական տիրույթին մասնակցելը ռազմական սպառնալիքի ձևով են ներկայացնում։ Ինչ է ասում Շոյգուն։ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի, որ Հայաստանը ստիպված կլինի միանալ եվրոպական պատժամիջոցներին եւ Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին, այդ թվում այնպիսի գործիքների շրջանակում, ինչպիսիք են Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը, ինչպես նաեւ խաղաղության եվրոպական հիմնադրամը։ Այդ հիմնադրամը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայի նացիստական ռեժիմի զինված ուժերին։ Մի հատ բան ասեմ, նորից կշարունակենք։ Հիմա ուշադրություն։ Ասում է, եթե Հայաստանի անդամակցի Եվրամիությանը, նշանակում է պետք է միանա եվրոպական պատժամիջոցներին։ Հիմա հարց։
Հայաստանը քանի տարում կարող է դառնալ Եվրամիության անդամ։ Ըստ իրանց ասելու ասում են Հայաստանի ոչ մեկը չի սպասում 20 տարի ձեր աչքի առաջ ունեցեք։ Այսինքն Շայգուն այսօր շանտաժ է անում, ասում է եթե դուք անդամակցեք Եվրամիությանը, դուք միանալու եք եվրոպական պատժամիջոցների Ռուսաստանի դեմ։ Փաստորեն այս ուկրաինական պատերազմը 20 տարի ձգվելու է, Սերգեյ Շայգու, որ Եվրոպան է պատժամիջոցներ կիրառի 20 տարի հետո, հա։ Այսինքն Ուկրաինային զինել, բա դուք այսօր եկուց պատերազմը դադարեցնում եք, ասում եք Հայաստանը եթե անդամակցի 20 տարի հետո, կմիանա 20 տարի հետո, այսօրվա պատժամիջոցներին ֆաշիստական Ուկրաինային զինելու հարցում։ Այս մակարդակով է Ժորժ ջան անգրագիտությունն էինք ասում են կողմի, դե հիմա նայեք անգրագիտությունն է այս կողմի։ Այսինքն հիմա այդ երկու բանը լադրեք իրար կողք։ Ուրեմն բա դուք ո՞նց եք պատերազմը դադարեցնում։ Բա դուք ո՞նց եք գործընկերային հարաբերություններ հաստատում դադարեցնելուց հետո, սկսում Եվրոպայի հետ նորմալ աշխատել, Ամերիկայի հետ նորմալ աշխատել, երբ որ դեռ կարծում եք, որ Հայաստանը, այն էլ չի ասում, եթե Հայաստանը Եվրամիության ուղղությունը բռնի, ասում է, եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, կմիանա պատժամիջոցների 20 տարի հետո։ Շայգուի խելք։ Եվ այս սրանով մեծ սպառնում են։ Շայգուն ասել է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների կբախվի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցների։ 20 տարի հետո Ժողովուրդ ջան ասեցինք արդեն։ Բրյուսելը կպնդի այդ հարցում։ Նա նշել է, թե այդ քայլերն ուղղված են լինելու ոչ միայն Ռուսաստանի եւ Բելարուսի, այլ նաեւ Իրանի դեմ։ Իրանն ինչ կապ ուներ։ Հա, Իրանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերը, Իրանի դեմ Հայաստանը ներքաշվելու է դրա մեջ։ Հայաստանը 100 անգամ ասել է եւ ոչ միայն այս իշխանության օրոք, որ երբևիցե պլազդարմ չի ապահովի Իրանի նկատմամբ որևէ քայլերը, որովհետեւ Իրանը մեծ պետություն է, հարևան պետություն է, որ այդ խնդիրներ չունենք, որևէ մեկի հույսով Իրանի դեմ դուրս գալը առնվազն արկածախնդրություն է, որևէ մեկը դրան չի գնա, ոնց է դա Իրանով պայմանավորված, այն էլ 20 տարի հետո անդամակցության։ Այն էլ 20 տարի ես ինչ եմ ասում, կարող է շատ ավելի արագ լինի, այսինքն մինչև 2030 թվական մյուս պետությունների հետ, ոնց որ նախատեսվում էր նաև Վրաստանը, եթե չշեղվեր, բայց չէ իրանք էին ասում, ձեզ ով է սպասում, որ դուք չգիտեք, որ քանի տարի է տևում, լա նայեք գործընթացը, որ սկսել են, քանի տարի է տևել, իրանք այդ մի հատ ասածը մոռանում են, որ Հայաստանում են լսում, այդ երկուսը իրար կողք են դնում, կարող է իրանք իրար չեն լսում, ամեն մեկը իր կողմից ցուցում է ստացել, մի հատ բանով Հայաստանին մեղադրի։ Իսկ հիմա դուք արդեն այդ ամեն ինչը լսեցիք, հասկացաք, ինչքան է գործից անտեղյակ։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված Ամերիկան ինչ անում, որտեղ դա էլ մեզ շատ հետաքրքրում է։ Ամերիկա նախագահ Դոնալդ Տրամպի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ներառում է երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Պարզ չէ, երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Այդ ուղղակի պարզաբանում են, բայց եթե Իրանը մերժի Տրամպի առաջարկը եւ չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ի պատասխան հայտարարել է. Իրանի իշխանությունները շուտով կարձագանք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Մենք որևէ բանակցություն չենք վարի ճնշման սպառնալիքների եւ պատժամիջոցների ուժեղացման պայմաններում։ Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններում։ Մենք առաջիկա օրերին կպատասխանենք Տրամպի նամակին, ասել է Արաղչին։ Արաղչին նշել է, որ Տրամպի նամակը պարունակում է ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ։ Դե միած սպառնում է Տրամպը, հետո ասում է դե եկեք գործարք կնքենք։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Տրամպը կանի ամեն հնարավորը, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Նախագահը հստակ է հայտնել, նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի թույլ չտա Իրանին երբևէ միջուկային զենք ունենալ։ Նա չափազանց հստակ է այդ հարցում։ Նա նախագահ է, ով ձգտում է խաղաղության։ Եթե հարցնեիք նրան, նա կասեր, որ կնախընտրեր խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով առանց պատերազմի, ասել է պետքարտուղարը։ Ըստ Ռուբիոյի, եթե այլ երկրներ չմիանան ԱՄՆ-ի այս նախաձեռնությանը, միևնույն է ԱՄՆ-ն միայնակ կձեռնարկի այս քայլը։
Մեզ համար անընդունելի է այն աշխարհը, որտեղ Իրանն ու այաթոլլաները այդ կրոնական մոլեռանդները միջուկային զենք ունեն, ընդգծել է Ռուբիոն։ Իհարկե, ինչ որտեղ մտահոգիչ է, որ Իրանը ունենա միջուկային զենք, որտեղ մենք չգիտենք, թե դրանով ինքը տարածաշրջանում իր դերակատարությունը ընդլայնելու հարցում մեր հետ կապված ինչ կլինի։ Այնպես չի, որ մեզ համար կանխատեսելի է։ Դրա համար ամեն դեպքում մեր շահերից է բխում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը իրար ծերտ համագործակցեն։ Այդ դեպքում մենք ընդհանրապես այլընտրանքի որևէ խնդրեմ չենք ունենա, եթե մեր հարավային հարևանը այնպիսի հարաբերություններ հաստատի Ամերիկայի հետ, որ մենք իմանանք, որ որևէ խնդիր մենք այդ ուղղությամբ չունենք, բայց դա մենք չենք որոշողը, մենք այդ մեր ցանկությունն է, բայց իրականում երբ որ հիմա հարցը առաջանում, այսինքն այսպիսի գնահատական տալ, որ այաթոլլաները կամ իսլամական այդ այաթոլլաները կամ կրոնական մոլեռանդները միջուկային զենք ունենան։ Իսկ ինչ է, երբ որ Պուտինը միջուկային զենք ունի եւ առավոտից իրեգո ահաբեկումը ասում է միջուկային զենք կօգտագործեմ, կրոնական մոլեռանդություն չկա, երբ որ Ռուսաստանի Կիրիլը կանգնում է Ռուսիո պատրիարքը կանգնում է ասում է, որ գնաք Ուկրաինայում սպանեք, մեռնեք, դրախտ եք ընկնելու։ Իմացեք, որ դուք որպես հալածյալներ դրախտ եք ընկնելու, գնացեք սպանեք ու մեռեք, շատ կարևոր է ձեր մեռնելը։ Այդպիսի արտահայտությունները որ գրքից է ինքը տենց մեջ բերելու ասել։ Հիմա Ռուսաստանն է կրոնական մոլեռանդ, մի մարդը որ կարող է նման որոշում կայացնի, թե Իրանն է։ Իրանը շատ կարող է Իրանը հոգևոր առաջնորդը այդքան ամբողջական տոտալիտար վերահսկողություն ունի իր պետությունում, քան ասենք Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ընը կամ էլ թե չէ Ռուսաստանում Պուտինը, կամ էլ թե չէ հիմա ոնց որ ուզում է Տրամպը դառնա թագավոր։ Միաժամանակ որոշումներ կայացնի, դատարաններին էլ բանի տեղ չդնի։ Չնայած օրը քանի հատ դատական process է առաջանում, դա էլ է խնդիրներ առաջացնում իր համար, այնպես չի որ Ամերիկան միանգամից կոտրվել է զենքերը վայրադրել, էլի, դա այդքան միամիտ պատկերացում չի կարելի ունենալ։ Բայց խոսքը վերաբերում է դրան, երբ որ անուն ես դնում մանին այաթոլլաներին, անուն ես դնում կրոնական մոլեռանդներին, նրանք էլ մտածում են, որ այտենց չի էլի, այսինքն այդ անունը որ դնում ես հետո ասե, որ Իրանում այսօրվա դրությամբ շատ ավելի հեշտ կարող է ներքին խլրտումներ լինեն, ներքին պայքարը լինի, անհամաձայնություններ, կմիավորվեն միայն արտաքին թշնամու պարագայում։ Մի քիչ գրագետ աշխատեն, կարող է այնտեղ շատ հանգիստ կարողանալ Ամերիկան իր կողմը քաշեր անգամ Իրանին եւ այդ իր ասած այաթոլլաների իշխանությունը այդքան երկար չձգեր։ Նաեւ սխալ քաղաքականության արդյունքում է, որ այսօր այդպես է հիմա վիճակը, ներսում չունեն այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի են իշխանություն փոխել կամ բարեփոխել իշխանությունը։ Բայց ամեն դեպքում այս արտահայտություններով գնահատական տալը այդքան էլ արդարացված չի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, սա էլ որ երրորդ գրառումն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկում է սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման նախագծի ստորագրման շուրջ։ Հերթական անգամ այս հայտարարությունը արվում է նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ցույց տա աշխարհին, տեսեք, ես համաձայն եմ, այս Ադրբեջանն է ապակառուցողական, բայց դա մենք ինչ ենք շահում։ Տեղից էլ արդեն ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանը իր բաժին զիջումների գնացել է։ Այն աշճանի, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը նույնիսկ մեզ համար շատ վիրավորական ձևով ողջունեց, ասեց այդ համարձակ զիջումները ողջունում եմ։ Այսինքն ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանն է զիջել, Հայաստանը զիջելուց հետո է, որ այլևս բանակցություններն ավարտված են։ Հայաստանին ոչ մեկը չի մեղադրում, բայց երբ որ Հայաստանը անընդհատ ասում է, դե շուտ արեք, ստորագրենք, ոչ թե դրանից Ադրբեջանը վախենում է, այլ ընդհակառակը, ասում է Հայաստանը փորձում է այդ բոլորը, որ էֆեկտ էին ստեղծել, բոլորը ողջունում էին, մեր վրա միջազգային ճնշում գործադրի։ Ավելի է դիրքորոշումը կոշտացրել, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը զուգահեռ այսօր նորից Ադրբեջանը հայտարարություն արել, ոնց որ երեք ում հետ խոսում են արտաքին գործերի նախարարները, երեք Մեծ Բրիտանիայի, այսօր Նիդերլանդների, նույն բանն է ասում։ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելկամպի հետ
Հեռախոսադրություն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Բայրամովն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումը Մինսկի խմբի ու ԵԱՀԿ այլ համապատասխան կառույցների նկատմամբ խոչընդոտներ են ստեղծում և կարևոր է այդ խոչընդոտների վերացումը համաձայնագիրը ստորագրելու համար, այսինքն իրանք հստակ նախապայման երկուսը դրել են։ Բայրամովը նաև տեղեկացրել է Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անջատողական առաջնորդների և հայազգի անձանց դատավարության մասին և նշել, որ հակաահաբեկչական միջոցառումներից հետո Ադրբեջանը ցուցաբերելով մարդասիրություն թույլ է տվել հայկական անօրինական զինված խմբավորումների ավելի քան 10,000 ներկայացուցիչների լքել երկիրը։ Նշվել է, որ ձերբակալվածները մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի որևէ իրականացվում է այլ ձերբակալվածների իբր անհիմն լինելու կապակցությամբ, որը հիմք չունի, ասում է արտգործնախարարության հայտարարության մեջ։ Հիմա տեսեք, Ադրբեջանը նույն տեքստի մեջ երկու հատ իրար հակասող բան է ասում, բայց մերոնք չեն օգտվում, ով օգտվի, իրանք Ադրբեջանի թիմից են խաղում։ Ադրբեջանը շարունակում է մեղադրել, որ մենք սահմանադրությունը չենք փոխում։ Դա նշանակում է, որ մինչև օրս գործում է պահանջատիրությունը, իսկ ո՞նց է գործում պահանջատիրությունը, որտեղ սահմանադրության նախաբանում դրված է անկախության հռչակագիրը, որտեղ նշված է Արցախի մասին, Հայաստանի հանձնառության մասին, Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին, ասում է սա գործում է։ Հայաստանը չի փոխում, որ դա հանի, որ չգործի։ Բայց եթե դա գործում է, նշանակում է մենք պատերազմ ենք գնացել, համաձայն դրա, բայց դեպքում մենք ո՞նց ենք օկուպանտ, կամ ո՞նց է Արցախի իշխանությունը անօրինական, ո՞նց է Ադրբեջանի տարածքում ծայրահեղականներ, չգիտես ինչեր, անօրինական խմբավորումներ։ Եթե գործում է 90 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրը մինչև օրս, ոնց որ Ադրբեջանը պնդում է, նշանակում է նաև գործում է 89 թվականի դեկտեմբերի 1-ի միավորման փաստաթուղթը, որը որևէ մեկը ուժը կորցրած չի ճանաչել, ոչ Արցախը նույնիսկ եթե իր անկախությունը հռչակել է, որ դա եթե դա անօրինական է ճանաչվել։ Այսինքն համ Ադրբեջանն ասում է նրանք ովքեր ին տարածքում են ապօրինի պետություն են ստեղծել, նրանք պիտի դատվեն, համ էլ ասում է Հայաստանը չի հանում իր փաստաթուղթը, որով ապացուցում է, որ Արցախը իրոք պետություն է եղել, թեկուզ չճանաչված։ Հիմա ով պետք է այդ հարցի դեմն առնի, ժողովուրդ ջան։ Հազիվ մարդիկ մեզ շանս են տալի, այդ երկուսը նույն տեքստի մեջ իրար տակ դրած է, ժողովուրդ ջան, մի բարդ բան չի։ Հիմա եթե 90 թվականի օգոստոսի 23-ի հռչակագիրը գործում է, բա ո՞նց եք նրանց դատում որպես անօրինական կառույցներ, որոնք զավթել են իշխանությունը, չգիտես ինչ են ալել, Հայաստանն էլ օկուպացրել է Ադրբեջանը։ Լա այդ երկուսը իրար կողք դրեք, մի հատ նայեք։ Քանի անգամ այս մասին խոսենք, ինչի դա չի բարձրացում։ Եթե գտնում ես, որ Հայաստանը մինչև այսօր չի փոխել, պահանջատիրություն ունի համաձայն հռչակագրի, ուրեմն նշանակում Արցախի իշխանություններին օգնելու Հայաստանի հանձնառությունը ճիշտ է եղել։ Արցախում էլ իշխանություն ստեղծելն էլ ճիշտ է եղել։ Դե ինչ, կանադառնանք այս հարցերին, մեկ ամեն օր շփվում ենք, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։